ճարպակալում ունեցողները հաճախ են դիմում տարատեսակ դիետաների, որոնք են ամենավտանգավորները։ Ամենավտանգավոր դիետաները նրանք են, որոնք որ առաջացնում են կալորիաների խիստ դեֆիցիտ։ Այսինքն, եթե մեծահասակ մարդուն հենց մարդը ինքն իրեն կամ ինչ-որ մեկը ստիպում է, որ օգտագործի չնչին կալորիաներ, օրինակ 500, 600, 800 կալորիա մեծամասամբ մարդկանց համար դա շատ քիչ է։ Իհարկե, կունենանք քաշի նվազեցում, դա պարզ է, բայց առողջությանը դա վնաս կբերի, որովհետև հիմնականում չենք ստանա այն բոլոր անհրաժեշտ նուտրիենտները, որ մեզ պետք է ուղղակի կենսագործելու համար, շնչելու, նստելու, մտածելու համար։ Բացի այդ, կա վտանգ, որ քաշը կրկնակի կվերադառնա։ Անպայման, անպայման։ Այսինքն, այն որ հենց թողենք այս խիստ քիչ կալորիական սննդակարգը քաշը կավելանա, դա բնական հետևանքն է, բայց նաև բացի այն որ հետո կավելանա, անգամ այդ ընթացքում էլ մարդ սովորաբար զգում է իրեն քիչ էներգիայով եւ այլն։ Իրականում, եթե ինձ հարցնեք, թե ինչ դիետաներ կան, որոնք որ խորհուրդ են տրվում, այստեղ պատասխանն այն է, որ չկան այնպիսի դիետա, այնպիսի սննդակարգ, առհասարակ այդ դիետա բառը մենք էլ չենք սիրում օգտագործել, որը որ 100%-ով կբավարարի բոլորի պահանջները։ Թեպետ կան ուղեցույցներում մի երկու տեսակի սննդակարգեր, որոնք որ առավել նպաստավոր են։ Դա միջերկրածովային դիետան է, մեկ էլ հիպերտենզիայի, այսինքն սարքերական գերճնշման դեմ ուղղված սննդակարգը։ Այդ երկու տեսակն են հիմնականում, որ ուղեցույցներում ինչ որ չափով խորհուրդ են տրվում։